20 օրյա արձակուրդից հետո 5 շաբթի աշխատանքի վերադարձած Նիկոլ Փաշինյանի շաբաթ օրն էլ է աշխատանքային անցել։ Նա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող Elevate AI արհեստական բանականության գործարան, որը Հայաստանում եւ Հարավային Կովկասում Nvidia Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին արհեստական բանականության գործարանն է։ Շրջայցից հետո Փաշինյանը զրուցել է աշխատակիցների հետ, փորձելով կարծես հասկանալ, թե առհասարակ ինչով է զբաղվում արհեստական բանականության գործարանը։ Երկարատև պլաններում փոքր են արտադրել եւ վաճառել նա մեծ լեզվական մոդելներ, իրանք արհեստական բանականության համար, այո։ Ես ոնց որ ամենատես տարածված ընդունված եւ մեծ պոտենցիալ ունեցող մոդելների հիմա նկարագրեմ։ Այդ մոդելը մեր GPU-ի վրա ոնց որ տեղադրում ենք եւ այդ մոդելին հարց տալ եւ պատասխան ստանալը պայմանական միավոր թոքին է ծախսում։ Ենթադրենք, որ թոքենը փողը։ Այո։ Այսինքն այդ թոքենը օգտագործող վճարումը ամեն թոքեն է վճարում։ Այո։ Ամեն թոքենը արժի գումար, հա, այդ է վարձակալում։ Այո, կարելի է հարցնել տեքստ եւ տեքստ։ Հիմա ներողություն, այս որ մենք տեսանք, դա սուպեր համակարգիչ է։ Այո։ Արհեստական բանականության հարցնում ենք Հայաստանի հայրենիքը որն է։ Ինքը ինչ է։ Պատասխանը տալուց եւս թոքին է ծախսվում, ինչի համար է, որպեսզի հնարավոր է կառավարել ինչ բարդության հարց է, ինչ բարդության պատասխանը հետ ստանում։ Բացի տեքստը հնարավոր է վերածել նկարի կամ վիդեոյի կամ վիդեո անալիզաներ, հա, դրանց բոլորը ինչ որ հարցեր են եւ ինչ որ պատասխաններ են, որի վրա աշխատանքական ռեսուրս է ծախսվում այդ բանը։ Եթե ամփոփել ChatGPT-ի դրան հարցակները աշխատում են այսպես գործարանների շնորհիվ։ Չլինեին սրանք Իսկ հիմա որ ասցիք հաճախորդում եք, իրանք ինչ են արվում։ Իրանք այդ նույն բանն են անելու։ Իրանք օֆիսից ինտերնետով ու ոնց որ ասենք ենթադրենք, ես տանը նստածել եմ, էկրան ու քիբորդը ինդերնետի, բայց համակարգչի պրոցեսորը դրած է։ Հետևի ենթակառուցվածքն որ չի եղել, դա չէ լացող։ Որտեղ ներողություն անհատի համար սա ինչ-որ անհասանելի է, դրա համար աշխարհը ես մոդելներ ունեցել։ Շատ լավ, շնորհակալ։ Այնուհետև Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ջրարատ բնակավայրում գործող Սասունցի Դավիթ ընկերության ձկնաբուծարան։ Փաշինյանը հայտարարել է, որ այս ձկնարտադրողն արտահանման հետ կապված որևէ խնդիր չունի։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի սահմանափակումների հետևանքով հայ ձկնարտադրողները հայտնվել են շատ լուրջ մարտահրավերների առջև, չկարողանալով իրացնել արտադրանքը։ Այս պահին չէ։ Պետրոսյան բրենդին է։ Պետրոսյանին եմ ես ուղարկում իմ աշխատանքը։ Ուղարկում եք Պետրոսյան ամբողջ աշխարհում։ Իմ աշխատանքը իրանց հետ ա եղել 12 տարի առաջ ու ավել։ Մի քանի ձուկ ունեն, որ 17 տարի է պահում են։ Մի քանի հատ էլ սևերից կան 15-16 տարեկան։ 35-40 կիլոյի մոտիկ էլ իրենց կան։ Կարնախայտը շատ լավ։ Այս ձկները հիմա ջոկել են սոցիալ առը։ Դա ասետրին է, թե ստերլա։ Դա ֆիզիկի ասետ է։ Դուք եք դրենաժ անում ջուրը լցնում։ Հա, դրենաժ է գնում, բայց մեր ջրերը որ թափում է դրենաժ, ստեղից մինչև հասնում է սև ջուր, գյուղերը հողամասերը ջրում է։ Պոմպեր է դրա, ջրում են հողամասերը, նորից իջնում է ջուրը գետի։ Վաղը տեղի կունենա 9-րդ գումարման ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Նոր խորհրդարանն ունի 105 падգամավոր։ Քաղաքացիական պայմանագիրը ստացել է 64, ուժեղ Հայաստանը 29, Հայաստան դաշինքը 12 մանդատ։ Ազգային ժողովի անդրանիկ նիստը կվարի խորհրդարանի ամենատարեց падգամավոր Քնյազ Հասանովը, ինչպես պահանջում են սահմանադրությունն ու ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Առաջին անգամ խորհրդարանի անդրանիկ նիստին չի մասնակցի Վեհափար Հայրապետը, նրան հրավեր չի ուղարկվել։ 2023 թվականի սեպտեմբերից Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը կրկին պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային Բաքու կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այցը կազմակերպելու նպատակով։ Վերոնիկա Զոնաբենդն իր հայտարարության մեջ նշել է, որ Սաբինա Ալիևային եւ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր առաջին դիմումների վերաբերյալ մինչ այս պահը պաշտոնական պատասխաններ չեն ստացվել։ Հայաստանի Հանրապետության վարչապետին կրկին խնդրում եմ նշանակել այս նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի եւ ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը։ Ես ցանկանում եմ գործել բաց, պատասխանատու կերպով եւ բացառապես պաշտոնական ուղիների միջոցով, իր հայտարարության մեջ նշել է Զոնաբենդը։
Սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։ Այս մասին գրում է Ժողովուրդ օրաթերթը։ Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանի որդին ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանն է։ Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Պապ Թագավոր փողոցում։ Հենց հետիոտների ոտքերի տակ փոքրիկ պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի ուշ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ իրականում ստորգետնյա մալուխի հերթական վթարն է տեղի ունեցել։ Պետրոսյանը սա նախ բացատրել էր եղանակային շոկ պայմանների հետևանքով էլեկտրաէներգիայի սպառման բեռի ավելացման հետ, ապա ավելի ուշ հայտնել, որ ներքին հետաքննություն են սկսելու իրական պատճառը պարզելու համար։ Multi Wellness կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանը Երևանի քաղաքապետարանից պահանջում է ներկայացնել այն հիմքերը, որոնցով իրենք ապօրինաբար տիրացել են կենտրոնի գույքին։ Համալիրի ողջ շարժական գույքը, մարզական գույք եւ սարքավորումներ, կահույք, օդափոխման եւ հովացման համակարգեր, համակարգչային տեխնիկա, լվացքի մեքենաներ, խոհանոցային գույք, հեռուստացույցեր եւ այլն պատկանում են Multi Wellness կենտրոնին, դրանք դուրս չեն բերվել համալիրի տարածքից։ Հարգելի Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, թե ինչ հիմքով է ձեր ստեղծած ընկերությունն օգտագործում իրեն չպատկանող գույքը, ինչ հիմքով եք այդ գույքը վերցրել Multi Wellness կենտրոնից, գրել է Փիրոյանը։ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 15:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Սվետլանա Դ-ն է, ով մասնագիտությամբ դաշնակահար է։ Այս գիշեր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերն անց Երևանի 45-ամյա բնակիչն իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, մինչդեռ նա տեղում հայտնել էր, որ սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։ Ռուսաստանն այս գիշեր կրկին հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ եւ 27-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հարվածը հասցվել է բալիստիկ հրթիռներով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ այս գիշեր ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Կիևում եւ Կիևի մարզում գտնվող օբյեկտներին։ Հարվածները հասցվել են ցամաքային եւ ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաեւ հեռահար հարվածային անօդաչու սարքերով։ Ռուսական կողմի հաղորդմամբ խոցվել են ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները եւ լոգիստիկ կենտրոնները, որոնք օգտագործվում են հրթիռային սպառազինության, անօդաչու սարքերի, ռադիոլոկացիոն կայանների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման եւ մատակարարման համար։ Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների դեսպանատները այսօր նոր անվտանգության զգուշացումներ են տարածել, կոչ անելով Միացյալ Նահանգների քաղաքացիներին լքել տարածաշրջանը։ Զգուշացումները տարածվել են հետևյալ երկրներում՝ Օման, Իրաք, Միացյալ Արաբական Էմիրություններ, Կատար, Իսրայել, Հորդանան, Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Բահրեյն եւ Քուվեյթ։ Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ Մարոկոյի հետ սահմանին գտնվող իսպանական Սեուտա անկլավում վերջին տարիների խոշորագույն միգրացիոն ճգնաժամի հետևանքով զոհերի թիվը հասել է 67-ի, փոխանցում է Associated Press-ը։ Իսպանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով միգրանտների մեծ մասն արդեն վերադարձել է Մարոկո։ Շաբաթ առավոտյան մի քանի հոգի լողալով հասել էին քաղաքային Տարախալ լողապ, սակայն զինծառայողները ձերբակալել են նրանց եւ ուղեկցել սահմանից այն կողմ։ Լատվիան հայտարարել է, որ փակում է Բելարուսի հետ սահմանը տեխնիկական պատճառներով։ Լատվիայի ներքին գործերի նախարարը հորդորել է քաղաքացիներին Լատվիա վերադառնալիս օգտվել այլ երթուղիներից։ Հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է Լատվիան փակել սահմանը։ Հանրապետության տարածքում օգոստոսի 1-ից 2-ի եւ 5-ից 6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օգոստոսի 1-ից 6-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամուշ գնացում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, հայ հիդրոմետրիկ կանխատեսումների համաձայն այս տարվա օգոստոսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արտառոց շոքեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում։ Մեզ սպասվում է մեր կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս։